Եվ վերջին օղակը, որի վրա հիմա հարձակում են գործել եւ փորձում են իրենցով անել, իրենց ենթակատարցնել, դա եկեղեցին է։ Օրերս մենք տեսանք, չէ՞, ինչ շոու կազմակերպեց Նիկոլ Փաշինյանը իր ԱԱԾ-ականների միջոցով։ Այստեղ շատ հետաքրքիր բաներ է կատարվում եւ դրանում մեր հայաստանյան հոգեվոր դասի մեղավորությունն էլ կա, շատ կա։ Նրանք տվել են այդ առիթները, որպեսզի իրանց հետ այդպես կարողանան վարվել, որ թուրքական տարբեր քաղաքական գործիչների եւ հոգեվոր առաջնորդների կողմից հնչում է Հայաստանի առաքելական եկեղեցու վտանգավորությունը եւ անմիջապես դրան հետևում է, ասենք, նման բանը, նման գործընթաց։ Այստեղ ինչն է կարևորը։ Այստեղ կարևորն այն է, որ հրապարակայնորեն բախարակվում է հայ առաքելական եկեղեցին եւ նաեւ իրենք։ Այդ իշխանությունը։ Այո, եւ նաեւ իրենք էլ հետն են բախարակվում, որովհետեւ այն ինչ որ աշխարհի թերթերը գրում են այդ թլպատման երևույթի վերաբերյալ, այդ խայտառակությունը։ Ես ամաչում եմ, որ նման, ասենք, երկրում եմ ապրում, որտեղ առաջի դեմքերը կարող են նման պոլեմիկայի մեջ մտնել միմյանց հետ։ Դա ինչ մակարդակ է։ Նման բան որևիցե միտեղ որևիցե մեկը տեսած կա, թե չկա։ Ես ուղղակի զարմացած եմ այդ մակարդակի վրա, եւ այսքանից հետո էլ, ասենք, կարող են լուրջ դեմքեր ընդունել եւ լուրջ բաների մասին խոսալ։ Եթե եկեղեցում խնդիրներ կան, դա հաջողորդի խնդիրներն են։ Եվ ոչ մի իշխանություն չի կարող եկեղեցու հարցը լուծել։ Բոլորս էլ գիտենք դրա իմաստը ինչումն է։ Դրա իմաստն այն է, որ ռուսամետ կաթողիկոսին փոխարինել թուրքամետ կաթողիկոսով։ Կստացվի ըստ։ Քայլը դա է։ Կարծում եմ չպետք է ստացվի, որովհետև հայ առաքելական եկեղեցին հզոր է, միշտ հզոր է եղել, այդ կառույցը դարեր, տարիներ շարունակ պաշտպանել է մեր ինքնությունը եւ դա այն դեպքը չի, երբ որ կարողանան ինչ-որ իշխանությունները գնում գալիս են, բայց մեր եկեղեցիները դարերի հարյուրամյակների պատմությունն է, առաջի քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն ենք եւ աշխարհի քաղաքական դեմքերը անդադ մեզ հուշում են դրա մասին, որ դուք ընենց մի հայ ժողովուրդը ընենց մի առաքելություն ա ունեցել ամբողջ քրիստոնեական քաղաքակրթության զարգացման եւ մշակույթի ստեղծման եւ այս օրերի վերաբերյալ, որ դուք դա որպես քաղաքական այդ մեծ կապիտալը ոչնչացնում եք Ռուսաստանի եւ Թուրքիայի հրահանգներով եւ նրանց շահերից ելնելով։ Եվ դա տենց էլ պետք է լինի։ Ինչու դա տենց չի, որովհետեւ մենք դեռ չունենք անկախ պետություն։